Նախ սկսենք այս օրերին ձեր հնչեցրած մի քանի արտահայտությունների դիտարկմամբ Հայաստանում կոռուպցիոն իրավիճակի լճացում կա։ Սա ձեր արտահայտությունն է։ Հատկապես որտեղ է արտահայտվում, կասեք։ Ես դա ասացի ելնելով կոռուպցիայի ընկալման համատվի 2025 թվականի այդ ցուցիչից Հայաստանի համատվի արժեքից, որը փաստորեն վերջին 4 տարիների ընթացքում 22, 23, 24, 25 որևէ փոփոխություն, վիճակագրորեն նշանակալի փոփոխության չի ենթարկվել, ասենք 47, 46, 47 այդ միջակայքում է գտնվել, որը եթե ընկալումը, սա վերաբերում է ընկալմանը, որտեղ կոռուպցիայի իրավիճակ մի քիչ ճիշտ չի լինի ասել, այն իմաստով, որ որպեսզի մենք խոսենք կոռուպցիայի իրավիճակի մասին, մենք պետք է ուրեմն կոռուպցիայի մակարդակը չափենք, ուղղակի չափում դա ինչպես եւ ակադեմիական, ասենք, հետազոտողները եւ փորձագետները ունեն կոնսենսուս, որ դա հնարավոր չի ուղղակիորեն չափել, չափվում է ընկալումներով ու քանի որ կա կոռելյացիա ընկալման եւ մակարդակի միջև, այնպես չի, որ եթե երկու անգամ բարձր մի երկրի ընկալման համատիվը մեկ այլ երկրի, նշանակում է երկու անգամ ավելի քիչ կոռուպցիա կա, այդպես չի, բայց որ այնտեղ ավելի շատ կա մի երկրում, քան թե մյուսում, դա միանշանակ է։ Այսինքն ընկալումներից ելնելով մենք ասում, մեր կազմակերպությունը, որի ներկայացուցիչն է մեր կազմակերպությունը Հայաստանում, սա միջազգային կազմակերպության հրապարակած համատիվն է 182 երկրների, այդ երկրներում է դա չափվել, եւ այդ համատվով, այո, մենք ասում ենք, որ իրավիճակը չի փոխվել։ Ինչ վերաբերում է ձեր այն հարցին, թե որ ոլորտներում, համատիվը ինքը չի չափում առանձին տարբեր ոլորտներ։ Դրա համար առանձին հետազոտություններ են պետք, վերջին անգամ Հայաստանում դա անց է կացվել 2021 թվականին Կովկասյան հետազոտական ռեսուրս կենտրոնի կողմից ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ուրեմն աջակցությամբ եւ ես չգիտեմ ինչքանով կարող ենք մենք այդ ուրեմն տվյալները ընդունել որպես նույնը ինչ որ ներկայում է։ Նույն ժամանակ ասեմ դա ուրեմն հարկային, մաքսային մարմիններ, դատական համակարգ, իրավապահ մարմիններ դրանք էին որպես Բայց այստեղ Հայաստանի կառավարման համակարգում ամենապատասխանատու կառույցը դա հակակոռուպցիոն կոմիտեն է։ Ամենապատասխանատու, եթե մենք տեսեք, հակակոռուպցիոն քաղաքականությունը դա 3 կոնցեպտուալ բաղադրիչների համադրությունն է, դա կոռուպցիայի կանխարգելումն է, կոռուպցիայի բացահայտում եւ քրեական հետապնդում եւ հակակոռուպցիոն կրթություն։ Այն որ դուք հակակոռուպցիոն կոմիտեն, դա հենց կոռուպցիայի բացահայտում եւ քրեական հետապնդումն է։ Նույն նշանակություն եւ կարեւորություն ունի նաեւ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը կոռուպցիայի կանխարգելմամբ է զբաղվում եւ հակակոռուպցիոն կրթությամբ կամ պետք է զբաղվի, եւ բացի դրանից կարեւոր է նաեւ հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանները եւ նաեւ դատախազությունում այդ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման այդ վարչությունը։ Շատ բարի։ Այս բոլորը միասին կազմում են հենց հակակոռուպցիոն քաղաքականությունը իրականացնելու համակարգը։ Հիմա այդ համակարգում այս պահին գտնվող հակակոռուպցիոն գործերի քանակը ինչի ցուցիչ է։ Ես ինչպես մի քիչ առաջ ասացի, քանի որ կոռուպցիան հնարավոր չէ ուղղակիորեն չափել, իսկ ուղղակիորեն չափելը կլիներ հենց այդ քանակի, եթե մենք վստահ լինենք, որ այդ քանակը adekvat կերպով կարտացոլեր իրավիճակը, բայց բազմաթիվ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր ուսումնասիրություններ աշխարհի տարբեր երկրներում ցույց են տվել, որ այդ քանակը գործերի շատ քիչ բան է արտացոլում։ Նախ գիտեք, կոռուպցիան ինքը լատենտ
երևույթ է, բացասական հանցավոր երևույթ է եւ շատ բաներ ուղղակի չեն բացահայտվում կամ ուղղակի չի հասնում այդ հակակոռուպցիոն կամ ընդհանրապես իրավապահ մարմիններին մի մասն էլ ապացույցների ոչ բավարար լինելու պատճառով կարճվում են, փակվում են գործերը, այդ իսկ պատճառով քանակով դատել ու ասել, որ եթե շատ է քանակը, ապա կոռուպցիայի մակարդակը բարձր է, դժվար է։ Եվ վերջապես մի հարց էլ կա, քանակը կախված է նաև թե որքանով լավ են աշխատում իրավապահ մարմինները, այսինքն քիչ քանակությունը դեռ չի նշանակում, որ կոռուպցիայի մակարդակը քիչ է։ Հասկանալի է։ Դա կարող է լինել նաև իրավապահ մարմինների թույլ լինելուց։ Այդ իսկ պատճառով այս ամբողջ գործոնները հաշվի առնելով քանակը այդպիսի գործերի որպես չափիչ չի ընդունվում։ Լավ, դա հասկանալի է։ Իսկ այդ ծավալում նախկին պաշտոնյաների եւ գործող պաշտոնյաների համամասնությունը ինչի մասին է խոսում կամ ինչպիսին է այդ համամասնությունը, եթե դուք ունեք պատկերը։ Անկեղծ ասած, ես կոնկրետ այդ համամասնության քանակական իմաստով չունեմ, գիտեմ, որ ավելի գերակշռում է նախկին ուրեմն պաշտոնյաներին, կամ համենայն դեպս լրատվամիջոցները, դա արդեն նաև լրատվամիջոցների պրոֆեսիոնալիզմի ցուցիչ է, ավելի շատ խոսում են նախկինների այդ ուրեմն դրանց հետ կապված գործերի հետ։ Ինչ վերաբերում է ներկաներին եւ բացի դրանից ինչի այնքան էլ կոռեկտ չի լինի համեմատություն անցկացնելը, որովհետեւ մենք հնարավոր է, որ օրինակ այդպիսի երևույթ շատ տարածված է աշխարհով մեկ գնալ այսպես ասած փոքր ձկների ետևից մեծերին հանգիստ թողնել։ Հիմա մենք օրինակ ես չեմ կարող ասել որքան են, ասենք հարաբերակցությունը նույն մակարդակի, ասենք վարչության պետ կամ փոխնախարար կամ նախարար, նախկին եւ ներկա։ Հնարավոր է, որ շատ ավելի լինի նախկինների դեպքում, որը նաև կբնորոշի մեկ այլ խնդիր, որ չկա բավարար քաղաքական կամք գնալ նաև բարձրաստիճան ավելի բարձր պաշտոններ զբաղեցնող կոռուպցիոներների հետ միգուցե կամ կարող է լինել նաև որ այդպիսիք ավելի քիչ են հիմա քան թե նախկինում են եղել իսկ դա արդեն կորոշվի արդեն իշխանափոխությունից հետո եթե լինի իշխանափոխություն ինչպես եղավ 18-ից հետո պարզվեց որ շատ ու շատ մեծ քանակությամբ նախկիններ կային հնարավոր է այս ներկաներն էլ այդ ձևով դառնան նախկիններ